Սիրելի Աստծո ժողովուրդ, կողջունեմ բոլորիդ, հույսով եմ լավ եք, Աստված օրհնե ձեզի շատ։ Այսօր Աստվածաշունչեն շատ հետաքրքիր դերմը գա, որ գուզեմ իրար հետ սերդենք, խոսենք ադոնց մասին։ Եթե հարմարությունը ունիս թունալ Աստվածաշունչը բաց եւ իրար հետ սկսենք սերդել Աստվածաշունչը եւ բաներ գա բաժնեցիմ ցեզի հետ։ Արագած գիրք 6-րդ գլուխ 16-րդ խոսքեն 19-րդ խոսքը հետաքրքիր բաներ գրված է եւ այսպես կսե 16-րդ խոսքեն դերը 6 բան է գզզվի ու անոր հոգին արչեւ 7 բան բիղձեն 6 բան է գզզվի ու անոր հոգին արչեւ 7 բան բիղձեն ամպարդավան աչքեր սդախոս լեզու անմեղ արույն տապող ցերքեր չար խորուրդ հնարող սիրտ չարություն ունելու համար շուտ վազող ոտքեր սդություն խոսող անիրավ վգա ու եղբայրներու մեջ գրիվներ ցանող մարդ շատ հետաքրքիր է գիտնալ որ դերը ինչեն գզզվի եւ ինչը բիղձ է իր արջև Աստվածաշնչյան դեղերը իրականության մեջ բանալի են մեզի որ մենք ավելի գարենանք նախ ճանչնալ մեր Աստծո, որ ինքը ինչպիսին է, որովհետև երբ որ Աստծո խոսքը գարդահայտե գորսելով դերը ինչեն գզզվի եւ իրեն արչեւ ինչը բիղձ է, մենք կգիտնանք ավելի մեր դիրոջը, մենք կճանչնանք ավելի մեր դիրոջը, որովհետև եթե ինքը գզզվի, ուրեմն իր մեջ այդ ամենը չի գա։ Եթե իր արչեւ այդ ամենը բիղձ են, ուրեմն իր մեջ այդ ամենը չի գա։ Եվ ասիգա նաև գոկնե ոչ թե բարձաբես ճանչնանք թե Աստված ինչպիսին է, այլ նաև գոկնե որ մենք ալ հասկանանք թե ինչպիսին մենք պետք է լանք, որովհետեւ Աստծո արչեւ հաջելի լանք եւ ոչ թե բիղձ կամ զզվելի։ Որովհետեւ չեմ կարծեր մեզի դիտողներում մեջ մարդ կա, որ եթե հարցնեմ, որ գուզես Աստծո արչեւ զզվելի լալ, վստահ եմ պատասխանը ոչ է։ Գուզես Աստծո արչեւ բիղձ լալ, ոչ։ Ադորամար մեզի գոկնեն աստեղերը, որ մենք հասկանանք, որ բարձաբես բադահական չէ, որ մենք գլանք հաջելի Աստծո, այլ գան պայմաններ, որ մենք գլանք հաջելի Աստծո եւ եկեք խոսենք ադոնց մասին։ Առաջինը, որ Աստված գրվեր է գզզվի եւ իրան արչեւ բիղձ է, առաջին օրինակը ամպարդավան աչքերն է։ Եվ երբ որ գնայք ամպարդավան բարին, այդ բարին իմաստը նմանությունը եւ ուրիշ թարգմանություններով մեջ կտեսնեք որ նաեւ գաբունի հբարդ բարին հետ գաբունի մեծակլուխ բարին հետ ասանք հբարդ նայվածք ասանք մեծակլուխ նայվածք ամպարդավան նայվածք ամպարդավան աչքեր եւ պաստորեն Աստծո արչեւ բիղձ են ամպարդավան աչքերը Ես հիմա ինչ որ կբաժնեցիմ որ ցեզի հետ սիրելիներ, բարձրապես չեմ ուզեր լսեք եւ օքեյ, ինչ լավ է։ Ադանք չէ, ես կուզեմ քննենք մեր կյանքին մեջ այս ամենը, որ մենք կխոսենք կոր։ Արդյոք ինչ վիճակի մեջ են մեր աչքերը։ Արդյոք ինչպես կնային մեր աչքերը, մեր ընկերներուն, մեր բարեկամներուն, մեր ընտանիքի անդամներուն, ինչպես կնային մեր աչքերը մեզի։ Երբ որ հայլին արչև կգենաս աչքերովը արդյոք հբարդ հայացք ունիս քու հանդեպդ աս ամենը թող հարցումներ բարձրացնեն մեր մեջը թող հարցումներ բարձրացնեն ինչպես կնային գոր իմ աչքերը որովհետև եթե ամպարդավանություն կա իմ աչքերու մեջ այսօր ժամանակն է որ ներողություն խնդրեմ Աստծո եւ խնդրեմ Աստծո որ մաքրե իմ աչքերս որբեսի ես մաքուր նայվածք ունենամ մաքուր աչքեր ունենամ Երկրորդը սդախոս լեզու Աստծո զզվելի է եւ իր արչեւ բիղձ է սդախոս լեզուն Աստծո արչեւ բիղձ է եւ հարցում բարձրացնենք արդյոք մեր լեզուն սդությունով լեցուն է կամ արդյոք մեր լեզուն ժամանակ առ ժամանակ սդություն գխոսի երկու տարբեր օրինակներ դվի արդյոք մեր լեզուն սդության մեջ է կամ ժամանակ առ ժամանակ Բայց ես ասեմ ջերմակ սուդ չի գա սիրելիներ սուդը սուդ է սուդը քույներ չունի եւ Աստված սկսե իր արչեւ բիղձ է սդախոս լեզուն եւ մարդիկ գրնան ասել որ
Հա, բայց ցանկին մեջ բարականեր կա, պայմաններ կա, որ ստիպված ենք սուտ խոսելու։ Սիրեներ ցեզի բան ասեմ, դուք ստիպված չեք բան անելու։ Ձեր որոշումով գնեք ամեն բան։ Բայց ես հասկացած դուք ինչ ասել գուզեք, այսինքն ստիպված էի, եթե սուտ չի խոսեի, հարց կլար, եթե սուտ չի խոսեի, խնդրեմ կլար, չեմ գիտեր ինչ կլար։ Բան ասեմ հետաքրքիր, ավելի լավ է մարդոց հետ խնդրեմ ունենաք, բայց սուտ չի խոսիկ եւ Աստծո հաջեցնեք, քան թե Աստծո արչեւ մեղանչեք եւ մարդոց հաջեցնեք։ Ինչ կուզե թողոլա սուտ մի խոսիկ, որովհետեւ ադիգա Աստծո կամքը չէ։ Եվ հիշեցեք, որ ջերմակ սուտ չի գա։ Սուտը մեղք է, սիրելիներ։ Ադորամար բարակաները, պայմանները, ես նույնիսկ ասանք արդայությունը գիշեմ, որ ես ինձի գսեի, որ ամբողջ աշխարհը թող հագարագի ինձ ավելի լավ է, քան թե Աստված իմ հետս հագարագի։ Ոչ թե հագարագի, այսինքն քան թե ես Աստծո հագարակվեմ, քան թե ես իր բադվիրաններուն հագարակվեմ, քան թե ես իր արչև անհաջալի բան մանեմ։ Ադորամար ինչ է բարական, ինչ է պայմանը չեմ գիտեր, բայց տուն հաղթող ես եւ տուն հավիդենական աչքերով շահավոր ես, եթե տուն ընդրես սուտ չի խոսիլ հագարակ ամեն ինչ են անգախ զուդ որբեսի Աստծո բադվիրանքին հնազանդիս, արդեն տուն բաջար ունիս սուտ չի խոսելու, որբեսի Աստծո կամքը կատարես։ Երորդը, անմեղ արյուն տապող ցերքեր։ Արյուն տապող ցերքեր Աստծո արչև բիղձ է։ Հիմա ոստեղը ծայրահեղ գրված է, արյուն տապող ցերքեր, անշուշտ ինչպես որ գրված է, թող ցերքերը արյուն չտապեն սիրեներ։ Նորեն գրնա մեկը ասե, հա, բայց բարականեր գա, ստիպված էի, ասանգ է, ադանգ է, բանիմը ստիպված չես սիրելիս, թող կու ցերքդ օրմը արյուն չի տապե։ Նայեցեք, մենք կծախողինք մեր կյանքին մեջ, երբ որ մենք կփորձենք մենք բերել արդարությունը մեր կյանքի մեջ, այդ ժամանակ երբ անարդարություն կա, մեր թեմ, չեմ գիտեր հիմա բաջարը ինչ կրնալալ, պայմանը ինչ կրնալալ չեմ գիտեր, բայց տուն ոչ մեկ բաջար չունիս, արդարացում չունիս, որբեսի արյուն տապես։ Քու արյուն տապելով հարցը չի լուծվիր։ Եթե տուն կգարձես կլուծվի, չի լուծվիր, որովհետև քու արյուն տապելով տուննալ հարցեր կփանաս քու կյանքիդ մեջ Աստծո արչև եւ հոգեվոր իրականության արչև սխալ թուրեր կփանաս չար հոգիներուն։ Ադորամար թող քու ցերքերդ երբեք արյուն չի տապե եւ ուրիշ բան ասեմ արյուն տապելեն զատ եւ հարց կուզեմ որ բարձրացնել հարցում արդյոք քու ցերքերդ ինչ կնեն գոր մակուր բահեցեք ցեր ցերքերը արյուն տապելու մասին չէ միայն այլ ընդհանրապես ցեր ցերքերը թող ինչ ասեմ բարի կորձերն ցեր ցերքերը թող մակուր լան թող ոչ մեկ դեսակ մեղքի չզարայեն ցեր ցերքերը այլ միշտ զարայեն Աստծո եւ մնան մակուր սիրելիներ չորրորդը չար խորուրդ հնարող սիրտ եւ գուզեմ հարցումը բարձրացնել արդյոք ինչ խորուրդներ կհնարեգոր ցեր սիրտը ինչ մտքեր կհնարեգոր ցեր հարաբերություններու մեջ ցեր անձնական կյանքի մեջ այս կյանքի մեջ ինչ են ցեր խորուրդները ասիկա հարցում են օրեն ինչ են ցեր խորուրդները որովհետև եթե կան չար խորուրդներ կխնդրեմ ցեզ մե հերացեք վերցուցեք ցեզ մե այդ չար խորուրդները հերացուցեք ցեր սրդեն ցեր մտքեն հերացուցեք այդ ամենը որովհետև այդ չար խորուրդները այսօր չեն է օրմը գրնան ցեր թագարթը լան նաև ցեզի վնաս հասցնելու եւ ուրիշներուն հասցնելու վնաս եւ ցեզի վնաս հասցնելու որովհետեւ Աստծո արչեւ բիղձեն չար խորուրդները թող ցեր խորուրդները լան Աստծո կամքի համացան թող ցեր խորուրդները լան չարին հագարակը բարին նորեն գսեմ եւ նորեն գսեմ
Դուք կրնակ ինձի բաժարապանություններ դալ, դուք կրնակ ինձի սել փայծ ասանք ըրավ, փայծ ադանք եղավ, փայծ ես ասի մտածեցի որով հետև պայմաններ, բաժարներ, լսեցեք սիրելիներ, պայմանները եւ բաժարները չեն արդարացներ, որ մենք մեղ գործենք։ Մենք պետք է մնանք Աստծո գամքին մեջ եւ Աստված ինքը արդար դադավոր է, Աստված ինքն է, որ գրնա արդարություն բերել մեր կյանքերում մեջ եւ մենք պետք է իրեն ապավինենք եւ մենք հասկանանք, որ մենք Աստված չենք եւ մենք չենք, որ ամեն ինչին հարցը պետք է լուծենք, եթե լավ ծևով չեղավ, քեշ ծևով գլուծեմ, լսե ինձի, սատանային սուդին խապվերս, եթե ադանգ է, սատանան գուզեգոր քեզիալ ձուղագի մեջ ցկե, ադորամար հիմա խորուրդներ բերեր եք ու կյանքիդ մեջ եւ տուն բաժարներ ունիս եւ արդարացած ես, որ այո, ասինչ որ ես կմտածեմ որ շիդագ է, ես ալ գնայի ինքը ինչ պիտնեմ իրեն, լսեցեք չար խորուրդները վնասեն ցեզի, հերացեք ադամենն։ 5-րդը, եթե չեմ սխալիր չէ, 1, 2, 3, 4, 5, այո, 5-րդը Չարություն ընելու համար շուտ վազող ոտքեր։ Նորեն գուզեմ որ հարցը բարձրացնել։ Ձեր ոտքերը ուր գվազեն որ սիրելիներ։ Որովհետև ձեր ոտքերը ուր որ են թուգալ հոնեք։ Ուր են ձեր ոտքերը։ Չարություն ընելու համար շուտ վազող ոտքեր, ինչ հետաքրքիր է, որ կրվեր է չարություն ընելու համար։ Այսինքն աս չարության վերնակրին դակ գմտնե շատ տեսակի բաներ կյանքի մեջ, որ չար է։ Իսկ հիմա հարցում, արդյոք ձեր ոտքերը չարության մեջ կվազեն գոր, կամ ժամանակ առ ժամանակ ձեր ոտքերը կվազեն գոր չարության մեջ, ուր են ձեր ոտքերը։ Սիրելիներ, թող ձեր ոտքերը նորեն գսեմ, ինչպես ցերկին օրինակը դվի, թող ձեր ոտքերը վազեն բարություն ունելու համար։ Թող ձեր ոտքերը վազեն Աստծո ծառայելու համար։ Թող ձեր ոտքերը վազեն դեղեր, որ մաքուր է եւ ոչ թե չար է։ Թող ձեր ոտքերը վազեն ձեր ընտանիքի օգնելու համար։ Թող ձեր ոտքերը բարի բաներու ծառայեն։ 6-րդը Սդություն խոսող անիրավ վգահ։ Վերը Սդախոս լեզու գար, բայց ասիգա առանձնացած է ադեղ ատ սդախոս լեզու են, ինքը նորեն սուդի հետ կապ ունի, բայց հադուկ սդության մասին գխոսի գոր, եւ հետաքրքիր է, եթե քրվեր է գշեշտե գոր Աստված, սդություն խոսող ոչ թե բարձավես լեզու, այլ անիրավ վգահ։ Գուզեմ գոր նորեն հարցը բարձրացնել։ Այսօր ձեր կյանքին մեջ արդյոք սուդ վգայություններ կան, թե ոչ։ Որտեղ նայեցեք անիրավ վգահ։ Սդություն խոսող անիրավ վգահ։ Ձեր հարաբերություններում մեջ սիրելիներ։ Արդյոք ժամանակ առ ժամանակ կամ ընդհանրապես անիրավ վգայություն գնեք, թե ոչ։ Այսինքն հոստեղը մենք կրնանք շատ, եթե ուզենք հարաբերություններում մասին խոսիլ, որովհետև անիրավ վգահ արդայդությունը գրնա մեր առօրյա ընդհանրապես մեր կյանքի հարաբերություններում մեջ ալլա։ Ոչ թե միան Թադաստանի արչև լա անիրավ վգայությունը։ Գիտակ, այսինքն մեկը մեկում մեր ցուսերը ասիալ օրինակ է, բայց միան ածայրայեղ օրինակը չէ, այսինքն մեկը մեկում մեր ցուսերը եւ հիմա տուն անիրավ վգայություն գնեսկոր սուդ որ չէ ինքը անմեղ է։ Ասիգա ծայրայեղ օրինակ կրնալալ եւ ճիշտ է, բայց գա ուրիշ օրինակ մնա, որ մեր հարաբերություններում մեջն են, մեր կյանքի ամեն օրվա եւ նորեն կրնալալ տուն ինձ իսես բզդիկ սուդ, մեծ սուդ չգա, սուդին քույներն ալ չգա, մեր հարաբերություններում մեջ մենք շատ ժամանակ անիրավ սուդ վգայություններ գնենք, օրինակ մեր սիրած անձերուն պաշտպանելու համար գիտնալով որ իրենք սխալ են, մենք անիրավ վգայություն գնենք, որովհետեւ իրենց պաշտպանենք։ Կամ անիրավ վգայություն գնենք մեր մասին,
Սուտ վկայություններ, բամը որ անանք չէ, բայց անանգի պես կխոսիս։ Սիրելիներ, ճշմարտությունը խոսեցեք, ճշմարտությունը սիրեցեք եւ ճշմարտության մասին վկայեցեք։ Ամենալավ վկայությունը ճշմարտության վկայությունն է, սուտ վկայություններեն հեռու գեցեք։ Եվ վերջինը եղբայրներու մեջ գրիվներ ցանող մարդ։ Գիտեք ինչ միտքս եկավ հիմա շատ արագ։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխի մեջ կսե Երանի խաղաղությունն ունողներուն վասնզի Աստծո որդիներ պիտի գոչվին։ Աստված Երանի գուտա խաղաղությունն ունողներուն, բայց Աստծո արչև բիղձ է եւ Աստծո համար զզվելի է եղբայրներու մեջ գրիվներ ցանող մարդը։ Եվ նայեցեք ինչ կսե որ ոչ թե միայն գրիվներ հանող, այլ նաև ցանող։ Այսինքն այդ մարդուն խոսքերուն պատճառով գրնա գրիվները լա։ Նայեցեք, ոչ թե գրիվնող միայն, այլ նաև գրիվը ցանող։ Ինչ որ խոսակցություն մը գլա գոր քո արչև եւ անանք սերմեր գցանես այդ մարդոց մեջ, որ գփորփոքեցնես եւ իրենք գերտան գրիվ գնեն այդ մույս մարդոց հետ օրինակ։ Երանի խաղաղություն ունողներուն վասնզի Աստծո որդիներ պիտի գոչվին։ Գուզես Աստծո որդի գոչվիլ խաղաղություն ցանե։ Ոչ թե գրիվ, այլ խաղաղություն ցանե սիրելիս։ Եվ հերու գեցիր սխալ սերմեր, գրվարար սերմեր ցանելե։ Եղիր խաղաղություն բերող քո հարաբերություններուդ մեջ, քո կյանքիդ մեջ եւ ուրիշներու մեջ սիրելիներ։ Ադորամար աս 7 օրինակները որ գա լավ արիթեր մեզի համար մտածելու, լավ արիթեր մեզի համար բժշկվելու, ազատագրվելու եւ լավ արիթեր ճանչնալու մեր Աստծո եւ մենգալ լավ արիթեր որ փոխվինք եւ Աստծո արչեւ ուղիղ լանք եւ իր գամքի մեջ լանք։ Եվ ցեզի պամսեմ ասկե հրաշալի եւ կարեւոր բան չի գա կյանքի մեջ, որ մարդս Աստծո հաջեցնե եւ ոչ թե մարդոց։ Թող Աստված օրհնե բոլորիդ, կքաչալերեմ ցեզի, որ դարածեք, որ ուրիշներն ալ օրհնվին։ Կրնակ հետևիլ մեզի YouTube, Instagram, Facebook, TikTok եւ անպայման դարածելով թող ուրիշներն ալ օրհնվին։ Աստված օրհնե ցեզի շատ։ Գողջունեմ բոլորիդ սիրելիներ, երկրի ծայրերեն, դարբեր երկիրներեն, բոլոր անոնք որ գայդևին մեր զարայությանը Աստված օրհնե ցեզի շատ։ Շատեր կհարցնեն ինչպես ֆինանսներով գրնան աճակցիլ մեր զարայությանը։ Սիրելիներ, այն հեռախոսահամարը որ դուք պիտի տեսնեք վիդեոյի մեջ, գրնակ գապ հաստատել այս հեռախոսահամարին WhatsApp-ի, Viber-ի, Telegram-ի միջոցով, որովհետեւ մենք ցեզի առաջնորդենք եւ ասենք ինչ հնարավորություններ կա ֆինանսներով աճակցելու դեպի Լիբանան։ Աստված օրհնե ցեզի շատ, ծեր ցանած ամեն սերմը կհրճագեմ, որ դիրոջ կրկնաբադիկ օրհնությունը կա այդ սերմին վրա։ Amen.